շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես, այսօր երեք եւ այսօր Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններին պետք է խնդրեմ անդրադառնանք, երեք ԵԽԽՎ-ում այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։ Ավարտվել է Ղարաբաղյան շարժում չկա եւ ամեն անգամ խորանից հղում են անում, ամեն ամբողջ ասում են Արցախի հանրապետություն դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Ադրբեջանն էլ այդ դեպքում իր խոսույթն է զարգացնում, ասում են վերադարձ, ինչ վերադարձ, կա փախստականի վերադարձի թեմա, Ադրբեջանն իր վերադարձի մասին է խոսում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, այսօր հաստատեց, որ նոր սահմանադրությամբ անկախության հռչակագիրը հաստատ հանելու է, այս ամենի հետ կապված ինչ ունեք ասելու, լավ, որպեսզի ձեզ չընդհատեմ, երեք էլ ԵԽԽՎ-ի ամբիոնից ինչ էր ինքը ասում, ոչ թե մոտավորապես, այլ ուղիղ մեջբերում։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Բագրատ Սրբազանի մասին է խոսքը։ Եկեղեցու պետն է Վեհափար Հայրապետի մասին է խոսում։ Հայաստանում շարժում է սկսել ակտիվացնելու Ղարաբաղյան շարժումը։ Մեր կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած Ղարաբաղցի մեր քույրերի ու եղբայրների էմոցիաները չշահարկվեն սին հույսեր տալով։ Մեր ռազմավարությունը այս հարցում հստակ է։ Ղարաբաղցի մեր քույրերի ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանում։ Խնդրեմ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իսկապես շատ, չգիտեմ, լուրջ հիմնահարցեր են, բայց անլուրջ վերաբերմունք է եւ անլուրջ հայտարարություններ է արվել Փաշինյանի կողմից հենց ԵԽԽՎ-ի դահլիճում, ԵԽԽՎ-ի ամբիոնից, այն ԵԽԽՎ-ի, որը ըստ էության չի ուզում տեսնել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ բռնապետի հայտարարությունները, չի ուզում տեսնել սահմանադրական կարգի խախտման հնարավոր փաստացի կիրարկումները, ինչ է նշանակում, մենք այո, պետք է սահմանադրությունից հանենք հռչակագրին հղումը, ինչ է նշանակում, այո, մենք պետք է հրաժարվենք Ղարաբաղյան հարցից, ինչ է նշանակում, մենք պետք է հրաժարվենք արցախցիների հետ վերադարձի իրավունքի մասին խոսելիս, այս ամեն ինչը ինչ է, եթե ոչ հենց թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարելը, բա սա կապիտուլյացիա չէ, բա ինչ է, եւ այսպես խոսում են երկխոսության, բանակցությունների ու խաղաղության կնքման մասին, սա է խաղաղությունը, այսինքն խաղաղության մի կողմը ինչ ասում է, այս մյուս կողմը լրիվ կատարում է, լրիվ հայտարարում է պատրաստակամությունը դրանց կատարման մասին։ Ես հարց եմ տալիս ուղղակի, հետաքրքիր է, եթե դա բանակցություն էր, եթե դա խաղաղության պայմանագիր էր, ապա կարող է այդ նույն վարչապետը, այդ նույն, եթե ոչ ԵԽԽՎ ամբիոնից, ապա ընդհանրապես որևէ ամբիոնից որևէ բարձրախոզից հնչեցնել ինքը որպես բանակցության մյուս կողմը ինչ պահանջ է դրել ադրբեջանական կողմի առաջ եւ մեր պահանջներից որն է կատարվել ադրբեջանական կողմի կողմից։ Մենք այսինքն կատարում ենք նրանց պահանջը սահմանադրությունը փոխելու, հռչակագրի հղումը հանելու, Արցախի հարցի մասին չխոսելու, ցեղասպանության ճանաչման գործընթացը դադարեցնելու, վերադարձի իրավունքի մասին չխոսելու, բա ադրբեջանցին ինչ արել, բա Ադրբեջանը մեր որ պահանջն է կատարել։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա եւ կապիտուլյացիայի պարագայում խոսել որևէ խաղաղության իրականացման մասին աբսուրդ է ընդհանրապես։ Խաղաղությունից առաջ պետք է այո պահանջել, որ այդ մյուս կողմը խոսի ճանաչի արցախցիների վերադարձի իրավունքը, խաղաղության մասին պայմանագրի մասին իբր թե խոսելուց առաջ պետք է նախապայման դրվեր վերադարձի իրավունքը, պետք է նախապայման դրվեր ադրբեջանական զորքի հանումը, դուրս հանումը մեր սուվերեն տարածքներից, ուր են բա այս պայմանները, եթե այդ մասին ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել, ուրեմն սա կապիտուլյացիա է եւ հուսալ, որ Ադրբեջանը այն ամենը ինչի մասին ինքը հիմա հայտարարում է, ստանալուց հետո որևէ այլ նոր պահանջ չի դնելու, դա հեքիաթ է եւ խաղաղություն լինել չի կարող, քանի մեր երկրում իշխում է այս ազգադավ իշխանությունը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկին է, մենք խաղաղության մասին երազել չենք էլ նույնիսկ կարող։ Ես փորձեմ խաղաղությունից այսպես կտրուկ մի քիչ շեղվել եւ անցնել մի ուրիշ թեմայի, տեսեք, այսօր հենց այստեղ ես գալուց ես փողոցներում տեսնում եմ տարբեր տեղեր վահանակներ, գովազդային վահանակներ եւ հետաքրքիր էր, որ առաջին վահանակը, որի վրա ես ուշադրություն դարձրեցի, գրած էր խաղաղություն եւ երկրորդ վահանակը գրած էր 107,000 երեխա սովորում են նորակառույց դպրոցներում։
թվում է թե կապ չունեցող վահանակներ էին, բայց երկուսն էլ խոսում են ստի մասին։ Ինչքան 107,000 երեխա սովորում է նորակառույցում վահանակն է ճիշտ, այդքան նույն ճշտությամբ էլ խաղաղությունն է իրենց հայտարարած ճիշտ։ Ինչ է նշանակում 107,000 երեխա սովորում է նորակառույց դպրոցներում։ Սիրելի հայրենակիցներ, եկեք պարզ թվաբանություն անենք։ Մենք ունենք 400,000-ի կարգի մոտավորապես աշակերտ մեր դպրոցներում, Հայաստանի Հանրապետությունում 400,000 աշակերտ եւ Հայաստանի Հանրապետությունում 1400 դպրոց։ Եթե 400,000-ը բաժանում ենք 1400-ից, ստացվում է 285, 300,000 ենթադրենք միջինում յուրաքանչյուր դպրոցի աշակերտների քանակը։ Եվ եթե հաշվի առնենք, որ ասենք որոշ դպրոցներում մինչև 100, մինչև 50 աշակերտ կա, միգուցե նաև որոշ դպրոցներում 300-ից ավել 400, 500, ապա եկեք ենթադրենք, որ միջինում մենք ունենք 400 աշակերտանոց դպրոցներ։ Ես բազմիցս խոսել եմ 300 դպրոց ծրագրի շրջանակներում իրենց ծրագրի չկատարման մասին եւ բազմիցս ու անընդհատ պարբերաբար պահանջել եմ այս պահի դրությամբ կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված դպրոցների ցանկը։ Եվ ընդամենը փետրվարին ես ստացել եմ վերանորոգված, հիմնանորոգված եւ նոր կառուցված նորակառույց դպրոցների ցանկը։ Փետրվարի դրությամբ դրանց թիվը 102-ն է։ Եթե համարենք, որ բոլորը համարվում են նորակառույց, եթե համարենք, որ բոլորն ունեն 400 դպրոց, գիտենք չէ, որ գյուղերում այդ դպրոցների շատ քիչ մասն է, որ 400 աշակերտանոց դպրոց է ունենալու։ Ստացվում է նույնիսկ 400 անգամ 102-ը 40,000-ի կարգի աշակերտ։ Այսինքն լավ սուտ, այդքան էլ սուտ։ Որտեղից ստացան այդ 107,000 աշակերտը նորակառույց դպրոցում սովորող։ Իրենք նույնիսկ այնքան են մտել այդ խրվել այդ ստերի մեջ, որ նույնիսկ պարզ թվաբանություն չեն ուզում իրականացնել։ Թե ժողովրդին իրենց թվում է, որ ժողովուրդը բազմապատկել չգիտի։ Սրանով նորից իրենք այդ 300 դպրոց գաղափարն են առաջ տանում։ Լսեք, դուք ունեք ընդամենը 102 դպրոց, որի ցանկը դուք եք ինձ ուղարկել հատ նշելու։ Ես պահանջել եմ հատ նշել դպրոցները, որպիսի հանկարծ որևէ խաղ չկարողանաք տալ։ Ինչքանով է հիմնանորոգվել, ինչքանով է ամբողջական, բայց 102-ը ընդունում եմ, միջինում ընդունում եմ 400 աշակերտ, որը չկա այդքան։ 40,000 աշակերտ մաքսիմալ։ Այսինքն դուք ոնց եք հիմա գովազդային վահանակներով ակնհայտ սուտ խոսում։ Հենց նույն գովազդային վահանակի 107,000 աշակերտի կողքը մյուս վահանակն է խաղաղություն։ Երկու վահանակներն էլ սուտ են։ Ձեր իշխանության օրոք մենք այս պայմաններում խաղաղություն ունենալ չենք կարող։ Թշնամու առաջ անընդհատ գետին խոնարհվող, թշնամու բոլոր պահանջները կատարող, կապիտուլյացիան ստորագրող կողմը չի կարող խոսել մյուս կողմի խաղաղությանը պատրաստական լինելու եւ խաղաղություն ապահովելու մասին։ Դա հեքիաթ է եւ իզուր տեղը ժողովրդին մի խաբեք, ժողովուրդը վաղուց արդեն հասկացել է այդ մասին։ Եվ գիտեք ինչ, այսպես Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում նման հայտարարություններ է անում, բայց ԵԽԽՎ-ում ոչ մեկը չասեց, ոչ մեկը չհիշեց, որ հենց նույն ԵԽԽՎ-ի բանաձևով ասվում է, որ ժողովրդավարությունը դա մեծամասնության դիկտատուրա չէ։ Բայց ոչ մեկը չտեսավ, որ հենց այդտեղ այդ հայտարարություն անողը ամենամեծ դիկտատորն է Հայաստան, եւ Հայաստանը ոչ թե ժողովրդավար երկիր է, այլ հենց դիկտատորական բռնապետական երկիր է դառնում։ Բայց ԵԽԽՎ-ում ոչ մեկը նրան չասեց, որ պարոն Փաշինյան, չի կարելի խոսել եկեղեցու անկախ եկեղեցու մասին նման բառապաշարով։ Ինչ է նշանակում եկեղեցու պետը, ինչ է նշանակում միջամտել եկեղեցու գործունեությանը։ Բայց ԵԽԽՎ-ում քեզ ոչ մեկը ոչ մի բան չասեց, եւ հետո ասում եք, որ մենք գնում ենք Եվրոպա, մենք գնում ենք ԵՄ գործընթաց ենք սկսել, մեկնարկել ենք, հայտարարել ենք մեկնարկի մասին։ Այդ նման հայտարարություններով եք մեկնարկել ԵՄ գնալու գործընթացը։ Արհամարելով սահմանադրական մարմինների անկախությունը,
Արհամերելով Սուրբ Առաքելական եկեղեցու անկախությունը նման հայտարարություններով եք դուք գնում ԵՄ եւ ԵՄ-ում ու ԵԽԽՎ-ում ձեզ այսպես գրկաբաց են ընդունում, եթե դե այդպես է, ուրեմն մենք չենք ուզում նման ԵՄ-ն ու նման ԵԽԽՎ-ն եւ առավել եւս նրանց գնահատականները եւ առավել եւս նրանց աջակցությունը ընտրական գործընթացներում իբր թե ընտրական գործընթացներին աջակցություն անելու համար նրանց միջամտությունը։ Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը վաղուց արդեն սկսել է իր քարոզարշավը վերընտրվելու ուղղությամբ եւ ամեն անգամ մի նոր խայտառակ հայտարարություն է անում ժողովրդի քվեն իրեն դեպի իրենով անելու։ Ինքը շատ լավ գիտի, ինքը շատ լավ հասկացել է, թե ինչքան է իջել իր վարկանիշը, շրիշակից էլ ցածր, եւ դրա համար փորձում է որևէ կերպ սուտ խոստումներով, իրենց խոստումների կատարման մասին սուտ հայտարարություններով մի քիչ գոնե այդ վարկանիշը մինչև շրիշակի մակարդակ բարձրացնելով, որտեղ շրիշակից ցածր է։ Ինչ է նշանակում, մենք թոշակները բարձրացնում ենք 10,000-ով եւ սա արվում է որպես լավություն թոշակառուներին։ Դուք լսեք, դուք թոշակառուներին լավություն չեք անում, դուք թոշակառուների հասանելիքը պարզապես տալիս եք իրենց, բայց շատ ուշացած, ինչու ապրիլից, եթե ոչ հունվարից, երբ որ դեկտեմբերին արդեն բյուջեն հաստատվել էր 26 թվականի, սա չի խոսում ձեր ստերի մասին եւ փաստացիորեն այո դուք ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով եք աշխատում եւ խոսում եք թոշակների բարձրացման մասին, դե ձեզ համար կարեւորը հունիսին վերընտրվելն է, թե դրանից հետո ինչ կկատարվի, փող կունենաք այդ թոշակները բարձրացնելու, չէ՞ որ դուք խոստացել էիք ոչ թե թոշակները 10,000-ով բարձրացնելու, այլ թոշակները հասցնելու միջին սպառողական զամբյուղին, կենսապահովման մակարդակը բարձրացնել, բա ուր մնաց ձեր խոստումները եւ 10,000 դրամ բարձրացումը ներկայացնել որպես թոշակառուներին լավություն, թոշակառուները շատ լավ հասկանում են, որ դա դուք անում եք ընտրակաշարք եք իրենց առաջարկում եւ ոչ թե թոշակների բարձրացում։ Դուք պարտավոր էիք օրենքի մակարդակով ապահովել յուրաքանչյուր թոշակի բարձրացումը, թոշակի մակարդակը մինչեւ սպառողական զամբյուղ, մինչև նվազագույն զամբյուղ, դուք սա եք պարտավոր անել, թե չէ բացարձակա արժեքով 10,000 դրամ թոշակի ավելացումը ոչ մի խնդիր չի լուծում։ Եթե այդքան պատրաստ եք, եկեք օրենքի մեջ փոփոխություն արեք, որ որևէ Նիկոլ Փաշինյան, որևէ ԿՊ վաղը մյուս օրը չկարողանա թոշակների բարձրացման հաշվին գների բարձրացման զուգահեռ նորից ինչ որ խոստումներ տա ու չկատարի 5 տարի հետո կոպեկներ բարձրացնելով։ Քանի որ խոսեցիք այդ որ հունից դուրս էր եկել, հա, ասֆալտի թեմայով, ինչով է պայմանավորված, որ ինքը այսպես այլևս բղավում հարձակվում է 3 միլիոն վարչապետերից մի քանիսի վրա։ Գիտեք, իսկապես հենց դուք այդ ասֆալտի թեմայով ասեցիք, ես հիշեցի, հա, Մարալիկում կարծեմ ես վերջերս ժողովրդի հետ հանրության հետ հանդիպման ժամանակ ասում իբր թե, գիտեք, այդպիսի բան կա, չէ, փորձ կա, որ ճշմարտությունը իբր որպես կատակ ներկայացնում են դրա վրայից ուշադրությունը շեղելու համար։ Այդ մի կողմ ինքը ունի, Դուբայում տներ չունի, բայց ինչ էր խոսում նա, Մարալիկցուն ինչ էր ասում, փաստորեն ստացվում է, որ մենք ձեզ համար դպրոց ենք սարքում, մենք ձեզ համար մանկապարտեզ ենք սարքում, իսկ դուք դեռ դժգոհ եք մեզանից։ Լսեք, դուք այսինքն ինչ է նշանակում, մենք ձեզ համար դպրոց ու մանկապարտեզ ենք սարքում, դուք կառավարություն եք, դուք տնօրինում եք բյուջեն, դուք ծրագիր եք ընդունելու հաստատել եւ այդ ծրագրի ձեր առաջարկած ծրագրով եք դուք քվեստացել, դուք ժողովրդի համար չեք անում այսպես, դուք ձեր պարտականությունը պետք է իրականացնեիք եւ մի այսպիսի նախադասություն էր ասած, փաստորեն մենք էշեշ մանկապարտեզ ենք սարքում, իսկ դուք դժգոհ եք։ Լսեք, մանկապարտեզ սարքելը էշություն չի, մանկապարտեզ ու դպրոց սարքելը որևէ մեկը չի կարող բարոյապես նորմալ մարդը մանկապարտեզ կամ դպրոց սարքելը էշություն համարել, էշությունը տարբեր թեմաներով, տարբեր տեղերում հիմար հայտարարություն անելն է եւ ինչ է նշանակում, բա մենք այսինքն դուք սարքում եք այդ դպրոցը, որովհետեւ դրանով հույս ունեք, դրանով կաշառում եք ժողովրդին, որ վաղը մյուս օրը գա ձեզ ընտրի, չէ։ Դուք պարտավոր էիք սարքել այդ մանկապարտեզ, որը փաստացիորեն այդ ինչպես քաղաքացիներն էին
ձեր հանդիպման ժամանակ նշում, դեռ չէր սարքվել, դեռ նախագծային աշխատանքներն էր, դեռ նախապատրաստական ու սարքվելու գործընթացի սկիզբն էր։ Մարդիկ պահանջում են, երբ է սարքվելու։ Դուք վաղուց խոստացել եք 300 դպրոց, 500 մանկապարտեզ եւ իրենց դպրոցը, մանկապարտեզը, որի մասին իրենք հարցադրում էին անում, այդ ցանկի մեջ էր ու ձեր խոստումներով 26 թվականին դուք արդեն պետքա պատրաստած կառուցած լինեիք։ Բա ուր մնաց ձեր խոստումը։ Մարդիկ դրա մասին են խոսում եւ մանկապարտեզ սարքելը էշություն նրանք չեն համարում։ Էլի եմ կրկնում, էշությունը սխալ, հիմար, ազգադավ, դավաճան հայտարարություն անելն է եւ մարդիկ հենց դա են անվանում էշություն, չգիտեմ դուք ինչը։ Մարդիկ հենց դա են անվանում, որոշ ղեկավարների ոչ ղեկավարման հմտություններին տիրապետելը եւ սխալ ազգադավ ոչ պետականամետ դավաճան հայտարարություն անելն է մարդկանց համար նվազագույնը էշություն։ Իսկ այդ գորգորալը հենց դա իր վախերի դրսևորումն է։ Իրենք շատ լավ ունեն սոցհարցումներ, իրենք շատ լավ գիտեն սոցհարցումների պատասխանները, ինչքան էլ ուզում են հանրության առաջ, այսպես հանրության մեջ դուրս ներկայացնեն ինչ որ հարցումների արդյունքներ, իրենք ամենալավը գիտեն իրականում ինչ հարցումների մասին է խոսքը։ Եվ հենց մենակ են, որ իրենք գնում են հանրության հետ հանդիպելու, եւ հանրությունը իրենց առաջ խնդիրներ է բարձրացնում, հանրությունը իրենց ոտնկայս չի ընդունում, այլ հարցադրումներով, դժգոհություններով ու բողոքներով է ընդունում, այ հենց դա է նրան այսպես հիստերիկ վիճակի մեջ դնում, այ հենց դա է նրան այսպես գոռացնում, որովհետև ինքը վախ ունի, որովհետև ինքը տեսնում է, շատ լավ հասկանում է, որ վերընտրվելու շանսերը այլևս զրոյական մակարդակի են, իսկ այդ չվերընտրվելու պարագայում թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ խոստումների չկատարման դիմաց պատիժներ իրենց համար սարսափելի են։ Այ հենց դրա այդ վախերի դրսևորումն է, որ այդպես գոռացնում է Նիկոլին եւ նրա թիմակիցներին, եւ նրանք ժողովրդի հետ այլևս սկսել են խոսել այսպես հատ-հաթայով, այսպես ասած, ինչ է մենք իզուր ենք ձեր համար փողոցներ սարքում, մենք իզուր ենք ձեզ համար մանկապարտեզներ սարքում, եւ այսօր էլ կառավարության նիստում մի ավելի կատաստրոֆիկ հայտարարություն է արել, ժողովուրդը մարդիկ խոսում են, թե իրենք ստանում են անվճար վիրահատություն, լսեք, դուք անվճար վիրահատություն չեք ստանում, ձեզ համար ձեր փոխարեն վճարում է կառավարությունը, ճիշտ, կառավարությունն է վճարում։ Իսկ որտեղից կառավարությունը, հա, երևի այն պարգևավճարները, որ ստացել է կառավարությունը, մի հետա վերահանձնել մարդկանց վիրահատությունների փողերն եք փոխհատուցում։ Ոչ, կառավարությունը որոշում է կայացրել մարդկանց հարկերը հավաքելով ապահովագրական ապահովագրավճար, մարդկանցից ապահովագրավճար հավաքելով, մարդկանց ապահովել որոշակի բուժ ծառայությունների սպասարկմամբ։ Սա կառավարություն չի, կառավարությունը չի անում, սա ժողովուրդը իր հարկերի միջոցով հնարավորություն է ստացել որոշակի բուժօգնություն ստանալու եւ երբեք մի վերագրեք ձեզ այն ինչ որ դուք չեք արել, դուք ընտրվել եք ավելի մեծ խոստումների համար, խոսեք այդ ձեր մեծ խոստումների չկատարման մասին, խոսեք այն խոստման մասին, որ դուք ապահովագրական համակարգի ներդրումը խոստացել էիք դեռևս 25 թվականի հունվարին բոլոր թոշակառուների համար, 26 թվականից այլևս բոլոր քաղաքացիների համար։ Ուր է ձեր այդ խոստումը։ Ինչի մասին եք խոսում։ Այսօր մարդկանց արդեն մարդկանցից ապահովագրավճար եք հավաքում 10800 դրամ ամսական գումար եւ ել չեմ ասում, որ կրկնակի երկրորդ տեղ աշխատողներից կրկնակի գումար եք հավաքում հետ վերադարձի ինչ որ չաշխատող, ամենայն դեպս դժվար աշխատող սխեմաներով։ Դուք կառավարություն եք, որը խոստացել է ժողովրդին շատ բան, բայց արել է իր խոստումների 30%-ը լավագույն դեպքում եւ մի փորձեք ժողովրդին ձեր խոստումների չկատարումը այսպես հիստերիկ ձևով ներկայացնել եւ ժողովուրդը պահանջում է այդ խոստումների չկատարման մասին ձեր բացատրությունը։ Ինչի եք այդպես հիստերիկ անում, ինչի եք այդպես գոռգոռում, ինչի եք այդպես այդ տոնով խոսում ժողովրդի մեջ։ Չէ՞ որ այդ ժողովուրդը վաղը մյուս օրը պետք է գա նաև նորից ձեզ ընտրի, բա չեք վախենում։ Թե մտածում եք, որ ուրիշ հնարավոր ընտրախախտումներ կանեք, թե մտածում եք, որ Մայա Կալասը եւ մյուսները իսկապես այնպիսի աջակցություն ցույց կտան, որ ընտրախախտումները sense ճանապարհը լավին կբացվի եւ դուք կվերընտրվեք։
հույս չունենաք, մեր ժողովուրդը մասնակցելու է ընտրությանը, ձեր հույսը ժողովրդի չմասնակցությունն է, ձեր հույսը չմասնակցության պարագայում, մեծամասնության չմասնակցության պարագայում քվեների ավելի բարձր տոկոս ստանալն է, ոչ, այդպիսի հույս չունենաք, ժողովուրդը մեծամասնությունը մասնակցելու է, ժողովուրդը ընտրելու է ազգային, պետականամետ ընդդիմադիր ուժի եւ ազատվելու է ձեզնից որպես իշխանություն, ազատվելու է սուտ խոստումներ տվող եւ իրենց խոստումները ոչ մի կերպ չկատարող ուժից, ազատվելու է թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ գլուխ խոնարհող ուժից, ազատվելու է անկախության հռչակագիրը սահմանադրությունից հանելու պատրաստ ուժից, ազատվելու է Ղարաբաղյան հարցը էջը փակելու պատրաստակամություն հայտնած ուժից, ազատվելու է ձեզնից, ասել է թե ազատվելու է ՔՊ-ից եւ համոզված եղեք, սիրելի ժողովուրդ, որ ձեր մասնակցությունը ընդդիմադիր ուժին, որևէ ընդդիմադիր կարող ուժին ընտրությունը իրապես մեր երկիրը բերելու է փրկության ռելսերի վրա։ Դուք ընտրության ժամանակ ուղղակի խնդրում եմ ձեզ հստակ լսեք նրանց ծրագիրը, հստակ դիտեք, ուսումնասիրեք նրանց ցուցակը, ընտրվողների ցուցակը, հստակ գնահատեք այդ ցուցակում ներառված մարդկանց կարողանակությունը, խոստումների կատարման իրենց կենսագրությունը եւ նոր ձեր ձայնը տվեք որևէ ուժի, այո, այնպիսի ուժի, որը ընդդիմադիր է, որը ազգային է, որը պետականամետ է եւ որևէ կերպ առնչություն չունի ՔՊ-ի հետ։ Եվ բոլորս դեպի ընտրություն, սիրելի հայրենակիցներ, եւ ես համոզված եմ, որ այո, շատ հեռու չէ այդ օրը եւ մենք միահամուռ պետք է գնանք ընտրության, ամեն մեկս մեր հերթին, ոչ միայն պետք է գնանք, այլ մենք պետք է համոզենք ու մեզ հետ տանենք առնվազն 2, 3, 4 մարդկանց, ովքեր մինչ այս հրաժարվել են ընտրությանը մասնակցելուց եւ մասնակցության տոկոսը բարձրացնելու են եւ հետեւաբար նաեւ ազատվելու ենք այս ուժից։ Եվ ես այսօր ուզում եմ խոսել նաև սիրելի հայրենակիցներ նորից ապահովագրության համակարգի մասին եւ ոչ թե ապահովագրության համակարգի մասին ընդհանրապես, այլ այդ համակարգի շրջանակներում բժիշկների օրեցօր բարձրացվող հիմնախնդիրների մասին։ Մենք շատ լավ գիտենք, որ համացանցում այսօր անընդհատ շրջանառվում է այդ համակարգում բժիշկներին փոխհատուցվող աշխատավարձերի խայտառակ ցածր լինելու մասին։ Գիտեք, շատ լավ բան է ապահովագրության համակարգը, առողջապահությունը, բայց առողջապահությունը նշանակում է առողջության պահպանություն, իսկ առողջության պահպանությունը առանց բժիշկների, առանց բուժքույրերի, առանց բուժ անձնակազմի պարզապես հնարավոր չէ։ Ինչ է նշանակում առանց բժշկի աշխատանքը ըստ արժանվույն գնահատելու որևէ ապահովագրական համակարգ շատ լավ կիրարկել, դա հնարավոր չի, իսկ մենք ինչ ունենք այսօր, բժիշկները երբ որ հունվարից սկսեցին աշխատել, նրանք ամբողջությամբ իրենց ներուժով մտան այդ համակարգը կիրարկելու մեջ, շատ մեծ ծանրաբեռնվածությամբ, շատ լուրջ աշխատանք սկսեցին տանել մեր բժիշկները եւ փաստացիորեն, երբ որ փետրվարի կեսերից նրանք ստացան իրենց աշխատավարձերը հունվարում կատարված աշխատանքի դիմաց, մարդիկ փաստի առաջ կանգնեցին։ Պարզեց, որ շատ-շատերի համար աշխատավարձերը կրկնակի 1/3-ով, 1/4-ով իջել է։ Ինչու՞։ Չէ՞ որ ծանրաբեռնվածությունը կրկնակի 3 անգամ, 4 անգամ բարձրացել է։ Եվ գիտեք, այսօր եւ ասում են աշխատավարձը, իսկ նախարարությունը ասում է աշխատավարձը չի իջել։ Եվ որպես հիմնավորում ինչ է ասում տիկին նախարարը, հենց այսօր իր հայտարարություններից մեկում ասում է, այո, աշխատավարձը չի իջել։ Բժիշկները ստացել են նույնքան աշխատավարձ, ինչքան մինչև հիմա ստանում էին։ Ինքը չի հասկանում, որ նման հայտարարությամբ ապացուցում է այն մասին, այն հայտարարությունը, որ բժիշկների աշխատավարձը իջել է։ Եթե նույնիսկ թվային արժեքը, բացարձակ արժեքը չի իջել, կրկնակի եռակի բարձրացել է բժիշկների ծանրաբեռնվածությունը ապահովագրության համակարգում։ Այսինքն ծանրաբեռնվածությունը բարձրացնում ենք, ստացած աշխատավարձը չի փոփոխվում։ Այս չի նշանակում, որ աշխատավարձը իջել է։ Ում եք չհասկացողի տեղ դնում, ում եք թվաբանություն չիմացողի տեղ դնում։ Հələ կրկնակի բարձրացրեք ձեր ծանրաբեռնվածությունը եւ ձեր աշխատավարձը թող
թողեք նույնը։ Դուք ոչ այս կողմ, ոչ այն կողմ անընդհատ հայտարարում եք, բա ինչի մենք հո ծառա չենք, այո, մենք պետք է բարձր աշխատավարձ ստանանք։ Նման հայտարարություն դեռևս Լենա Նազարյանը ազգային ժողովի փոխնախագահ լինելու ժամանակ էր ասում, ինչի ՔՊԻ падգամավորները ու ՔՊԻ ներկայացուցիչները հո ծառա չեն, որ ցածր վարձատրությամբ աշխատեն։ Այո, նրանք պետք է բարձր վարձատրվեն։ Նախարարը, այն մյուս նախարարն ասում է, այո, մենք պետք է մոտիվացիա ունենանք լավ աշխատելու, իսկ դրա լավագույն մոտիվացիան բարձր աշխատավարձն է։ Այսինքն դուք մոտիվացիա պետք է ունենաք, դուք պետք է բարձր վարձատրվեք, բայց արի ուտես բժիշկներին այդ մոտիվացիան պետք չի։ Բժիշկների, ովքեր 9-10 տարի սովորել են, ովքեր յուրաքանչյուր տարի բավականին մեծ գումարներ են վճարել ուսման վարձ որպես, ովքեր առնվազն մի քանի տարի պետք է աշխատեն, որ կայացած բժիշկներ դառնան։ Հիմա այդ արդեն կայացած բժշկին դուք վճարում եք կոպեկներ եւ ուզում եք, որ այդ բուժանձնակազմը հավերժ աշխատի այնքան, մինչեւ դուք վերընտրվեք, այդպես չի լինում։ Ես բազմիցս դիմեցի նախարարությանը եւ հենց տիկին նախարարին պահանջելով այն փոխհատուցումների ու համավճարների չափերը, որոնք փոխհատուցվում են կոնկրետ բուժ ծառայությունների դիմաց։ Հունվարի 23-ին գրավոր դիմումի պատասխանը ես ստացել եմ ընդամենը մարտի 6-ին, այն էլ բարձրաձայնելով թե հեռուստատեսությամբ, թե ազգային ժողովի ամբիոնից, տարբեր եթերներից։ Եվ վերջապես այդ պատասխանները ստացել եմ ես ընդամենը մի քանի օրինակ եմ ուզում բերել, սիրելի հայրենակիցներ, որ հասկանաք, որ իրապես վիճակը այդպիսին է, որ իրապես ցածր է գնահատվել բժշկի աշխատանքը։ Կոնկրետ օրինակ, խորհրդատվությունը այդ ցանկում, որը արդեն պաշտոնապես եմ ստացել, եթե մինչև այդ ես տարբեր տեղերից էի տեղեկատվություն ստանում, հիմա ես պաշտոնապես նախարարից ստացել եմ այդ ցանկը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է խորհրդատվությունը գնահատվում, ասենք 6000 դրամ։ 6000 դրամ խորհրդատվություն, որի ընդամենը մաքսիմում 35-40%-ը պետք է դառնա աշխատավարձի ֆոնդ, որի աշխատավարձի ֆոնդը պետք է բաժանվի բժշկի, բուժքույրի եւ մյուս բուժանձնակազմի վրա, ով այդ գործընթացում որևէ կերպ մասնակցություն ունի։ Հələ 6000-ի 40, նույնիսկ 50% հաշվեք 3000-ը բաժանեք, տրոհեք բժշկի ու բուժքույրերի միջև։ Ինչ է ստացվում, յուրաքանչյուր բժիշկ կոնկրետ խորհրդատվության համար լավագույն դեպքում կստանա 1500 դրամ։ Այն պարագայում, երբ նույն նախարարը արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի որպես հիմնադիր նախարար, նախագահ, հիմնադիր մարմին գնացուցակ է հայտարարել, որտեղ խորհրդատվությունը գնահատվել է 20000, 25000, 15000։ Այդ ինչպես է ստացվում, որ եթե ինքը հիմնադիրն է, եթե դա նախարարության ենթակայության կառույց է, ապա 20-25000 պետք է փոխհատուցվի բուժկենտրոնին, իսկ եթե դա ապահովագրության համակարգում է, ապա 6000, որից ընդամենը 1500-ը պետք է գնա աշխատավարձ բժշկին, կամ այնտեղ էիք խափում ժողովրդին, կամ այստեղ եք խափում բժշկին։ Ինչ է նշանակում, բա փաստացիորեն, եթե 1500 արժե այդ աշխատանքը բժշկի, այդ նշանակում է այնտեղ 20-25000 դուք պարզապես քերել եք ժողովրդից այդ գումարը, ինչու եք նման գնահատումներ դրել։ Հիմա եկեք պատասխանենք, եւ երբ որ բժիշկները բարձրաձայնում են այս մասին եւ կոնկրետ բժիշկների կողմից լիազորված կոնկրետ հասարակական կազմակերպություններ ազգային ժողովի խմբակցությունների առաջ դրել են աշխատանքային քննարկում կազմակերպելու այս հարցերի շուրջ պահանջով, արձագանքել է միայն մեր խմբակցությունը Հայաստան Նախդաշինքը, եւ մենք վաղը կոնկրետ նախատեսել ենք ուրբաթ օրը ժամը 14-ին ազգային ժողովում աշխատանքային քննարկում ապահովագրության համակարգը հիմնախնդիրներ թեմայով։ Ես անձամբ նամակներ եմ ուղղել առողջապահության նախարարին, նախարարության պատասխանատուներին մասնակցությունը նրա եւ պատասխանատուների մասնակցության հրավերով, ազգային ժողովում համապատասխան ոլորտային հանձնաժողովի նախագահին նրա եւ հանձնաժողովի անդամների մասնակցության հրավերով, մարդու իրավունքների պաշտպանին այդ հրավերով։ Ես հույս ունեմ ամեն դեպքում, որ այս մարդիկ, այս պատասխանատու անձինք եւ պատասխանատու կառույցները կկարևորեն բժշկական հանրույթի բարձրացած խնդիրները եւ կմասնակցեն նման քննարկմանը։ Ես առայժմ դեռ այդ հույսը ունեմ, ասեմ, որ առայժմ դեռ մասնակցության հաստատում չեմ ստացել, բայց մեծ հույսեր ունեմ, որ գոնե
այսքան մեծ աղմուկից հետո իրենք պատրաստ են լսելու բժիշկներին, լավ եկեք, լսենք, քննարկենք, եթե իսկապես բարձրացած հարցերը անհիմն են, եկեք հիմնավորեք, որ բժիշկները, բժշկական հանրույթը եւ հասարակությունը հասկանա ի վերջո բժիշկները էժան են վարձատրվում, բժիշկները ճիշտ են վարձատրվում, մենք լուրջ մտահոգություններ ունենք այդ ուղղությամբ, թե իսկապես աղմուկը անտեղի է։ Եկեք այդ քննարկումը կազմակերպենք, ինչու ես ելի եմ կրկնում, դեռ հույս ունեմ, որ որոշակի պատասխանատու անձինք կմասնակցեն։ Եվ ուզում եմ նաև խոսել այս համակարգում, այս իրավիճակով, եթե բարձրացած հարցերը իրապես ճիշտ են, եթե վաղը չգան, այդ ողջամիտ կասկածները հաստատվում են, եթե այդ ամեն ինչը ճիշտ է, ապա մենք լուրջ վտանգներ ունենք ընդհանրապես առողջապահության համակարգը շատ ցածր մակարդակի իջեցնելու, ինչու, որովհետև լավագույն մասնագետները, նեղ ոլորտային մասնագետները, շատերը արդեն լսվում է, արդեն տարածվում է այդ տեղեկատվությունը, որ փորձում են հրաժարվել ապահովագրական համակարգի շրջանակներում աշխատելուց, որովհետև նրանք պատրաստ չեն նման էժան գներով իրենց ծառայությունը մատուցելու։ Եվ արդյունքում մենք ունենալու ենք շատ բժիշկներ, որոնք վերապրոֆիլավորվելու են, մասնագիտացվելու են եւ ընտրելու են այնպիսի բուժծառայություններում աշխատանքի մասնագիտություն, որոնք ապահովագրական համակարգերում ներառված չեն, ասենք օրինակ էսթետիկ եւ այլն վիրահատությունների, որոնք ցավոք սրտի կարող են նաև արտագաղթի որոշում կայացնել, ի վերջո լավ կայացած մասնագետը դրսում է լավ կայացած մասնագետ լինելու, որովհետև դա լեզվի իմացության հետ այդքան կապ չունի, եթե մասնագետ է, ապա դրսում հաստատ նրան գնահատելու են, իսկ դրսում հաստատ նրան այսպես էժան չեն գնահատելու, եւ մենք շատ կարճ ժամանակ հետո կարող է կանգնել իսկապես բժշկական հանրույթում կոնկրետ ոլորտային նեղ մասնագետի լուրջ պակասի խնդրի առջև։ Մենք այդ խնդիրը հիմա ունենք մարզերում, մենք մարզերում կադրային լուրջ խնդիր ունենք, կադրերով ապահովման լուրջ խնդիր ունենք, այս համակարգի ներդրումից հետո մենք ավելի լրջացնելու ենք այս խնդիրը։ Եվ այսօրվա հիվանդը, որ այսօր գնում է բուժվելու, վաղը եթե երկրորդ, երրորդ անգամ կարիքը ունենա որևէ նեղ մասնագետի, շատ հնարավոր է, որ այդ մասնագետը պարզապես արդեն չունենանք։ Վաղը նրա երեխան, նրա թոռը, որպեսզի եթե կարիքը ունենա որևէ նեղ մասնագետի բուժական ծառայության աջակցության կարիքն ունենա, ապա այս մասնագետը չենք ունենալու։ Հասկանում եք, մենք լուրջ խնդիր ունենք բուժական ծառայությունները մատուցելու համատեքստում կադրային պակասի եւ ավելի է լրջանալու ապահովագրական համակարգի նման կիրարկման պարագայում, նման ծրագրի պարագայում եւ դրա համար նախարարություն, հանձնաժողով եւ ՄԻՊ որպես պատասխանատուներ, որպես որոշակի այդ խնդիրների հետ կոնկրետ առնչություն ունեցող մարդիկ այս ոլորտում նորից եմ կրկնում, հրավիրում ենք ձեզ վաղը քննարկման, եկեք լսեք բարձրացված խնդիրները, ներկայացրեք այդ խնդիրների ճիշտ լինելը եւ ինչ լուծումներ եք տեսնում կամ սխալ լինելը, կամ ժողովրդին հանրության ներկայացեք, ի վերջո ազգային ժողովի падգամավորները իրավունք ունեն իմանալու, հանրությունը իրավունք ունի իմանալու ինչ լուրջ խնդիրներ կարող է բերել համակարգը եւ այդ լուրջ խնդիրները ինչքան հնարավոր է, ինչպես կարող են լուծվել եւ այդ լուծումները ինչքան հնարավոր է շուտ պետք է սկսենք լուծել։ Հակառակ պարագայում ելի եմ կրկնում, եթե հանկարծ չմասնակցեք վաղվա քննարկմանը, ապա դուք առավել եւս ապացուցում եք, որ ողջամիտ կասկածները ճիշտ են եւ իսկապես ձեզ հետաքրքրում է մինչեւ հունիսի 7 ընտրություններում վերընտրվելը, իզնից հետո ջրհեղեղ սկզբունքով։ Եթե ոչ, խնդրում եմ փորձեք բացատրել, ինչով կարող եք բացատրել այն բժիշկների կողմից համացանցում սկսած ֆլեշ մոբին, փոխնախարարի հեգնանքը նույն համացանցով։ Ինչ է նշանակում, երբ բժիշկը ֆլեշ մոբ է անում եւ հայտարարում է հայտնում է այն մասին, որ ինքը լիազորում է կոնկրետ որոշակի կազմակերպությունների, որոշակի անձանց ազգային ժողովում իրենց վերաբերվող հարցերը քննարկելու, դուք նման բժիշկների նման լիազորությունների հայտարարումը ծաղրում եք համացանցով։ Այդպես չի լինում։ Առողջապահության համակարգին վնասելը հենց դա է, որ կա։ Դուք փոխանակ լսեք բժշկին նրա վերհանած խնդիրները, համակարգում նրա տեսած խնդիրները եւ փորձեք նրանց հետ համատեղ քննարկումով այդ խնդիրների լուծումներ որոնել։ Դուք ծաղրում եք նրանց, այսպես չի լինում։ Տիկին
փոխնախարար, տիկին նախարար եւ պետք է իսկապես կոչ եմ անում մասնակցել նման քննարկմանը եւ լսել հանրույթին բժշկական, լսել բժիշկներին, լսել վերհանված խնդիրները, համատեղ լուծումներ փնտրել եւ առողջապահության համակարգը չտանել կործանման, որովհետեւ առանց բժշկի, առանց բուժքույրի, առանց բուժ անձնակազմի որևէ ապահովագրական համակարգ կյանքի կոչել ուղղակի հնարավոր չէ, առանց բժշկի աշխատանքը ըստ արժանվույն գնահատելու որևէ առողջապահական համակարգի կյանքի կոչել ուղղակի հնարավոր չէ։ Այսքանը, շնորհակալություն։